Պարոն Չուքազյան, փաստորեն մենք ծանոթ չենք բովանդակությանը, բայց արդեն հայտարարվում է, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ասում է Ալիևին դիմեց ադրբեջանական կողմին, արդեն մի քանի գրառում է արել, որ ասեք, սկսենք, երբ սկսենք ստորագրման նախապատրաստական աշխատանքները։ Ավելին, ասեց պատրաստ է միակողմանի ստորագրել։ Այսինքն սրանով ինչու է այսպես կներեք, բայց ոտու ձեռ ընկել Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է շատ արագ այս փաստաթուղթը ստորագրվի։ Չէ՞ որ մենք գիտենք սա ինչ փաստաթուղթ է, սա Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ է, ինչը գուցե օրինակ ԱՄՆ-ում չգիտեն, տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են, չէ՞։ Եվ ոչ միայն ԱՄՆ-ն, օրինակ տասնյակ երկրներ արդեն հայտարարությամբ են հանդես եկել, ողջունել են, որ այդ ողջունելը հասկանալի է, դա դիվանագիտական շատ նորմալ արձագանք է, որովհետև եթե ինչ-որ խաղաղությունից են խոսում, մարդիկ ողջունում են խաղաղության ձգտումները, մեծ մասը չգիտի էլ, բայց կա նաև այդ զսպելու հանգամանքը որոշակիորեն Ադրբեջանի, սակայն թե ինչ ձգտումներ ունի Նիկոլ Փաշինյանը այսպես արագացնելով, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ մի քանի շերտեր կան իր այդ արագացման պատճառների, համենայնպես կարևոր շերտը այն է, որ ինքը լինելով այն քաղաքական ուժի ներկայացուցիչը հայ իրականության մեջ, որը առաջի անգամ պրոթուրքական է, այսինքն պրոթուրանական մենք փաստորեն քաղաքական ուժ ունենք Հայաստանում իշխանության գլխին, ինքը հաշտվել էր այն մտքի հետ, որ ինքը իրենք կարող են ինտեգրվել Թուրանի այդ նախագծին եւ իրեն ապահովել իրենց այսպես աթոռները եւ շարունակել իրենց գոյությունը որպես իշխանություն Հայաստանում։ Հիմա, երբ որ միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխություն է տեղի ունենում, Թուրան նախագիծը փաստորեն կանգնեցվում է, Հայաստանում ունենալ մի ղեկավար, որը չունի կամ 10%-ից ավելի քիչ վարկանիշ ունի, եւ որը փաստորեն որի հույսը Թուրքիան էր եւ Ադրբեջանը, որ իրեն այդպես պիտի պահեն, հիմա դրանք քանի որ խաղից արդեն դուրս են գալիս որպես Թուրան նախագիծ, ինքը ոչ մեկին պետք չի այլևս դառնում։ Եվ ինքը օր առաջ ուզում է ինչ-որ ամրացնի իր դիրքերը հենց այդ պայմանագիրը ստորագրելով։ Դրանով այսպես ասած թուրանական որոշակի դեր վերցնելով իր վրա, որպեսզի ստանա։ Իսկ ամրացնում է ներքաղաքական թե արտաքին ասպարեզում, այո։ Որտեղ ներքին քաղաքական բնականաբար թուլանում է հակառակը, ինքը արտաքին այսպես լսեցինք, չէ՞, վերջերս տարածաշրջանային ինչ-որ տրամաբանության մասին էր խոսում, հա, որ տարածաշրջանացում պիտի լինի, այսպես իր բառերով ասած, այո, մենք հարևանների հետ պիտի կարողանանք լեզու գտնել, առաջին հայացքից թվում է շատ նորմալ բան է, ցանկություն է, բայց հասկանալի է, չէ, որ քո հարևանները հանցագործներ են եղել, պատմական, եւ այդ հանցագործները են շարունակում են լինել նաեւ նոր ժամանակներում, հիմա իրենց հետ մենք պիտի այդ հանցագործների հետ պիտի խաղաղություն կնքենք առանց որևիցե նախապայմանների։ Այսպիսի հարցեր կա, որը իրեն ստիպում է, որ ինքը արագացնի իր։ Նաև փորձում է ժողովրդին ներքաղաքական իմաստով վաճառել խաղաղության, այսպես ասած, կեղծ գաղափարը, որտեղ մենք գիտենք, որ խաղաղության ոչ ոք խաղաղության դեմ չի, բայց խաղաղության ապահովման հիմնական երաշխիքը դա ռազմաքաղաքական հավասարակշռությունն է, որը տվյալ դեպքում չկա։ Դրան պետք է գոնե քաղաքական որոշակի անվտանգային ճարտարապետություն հավասարակշռեր, դա էլ չկա, որովհետև Հայաստանը փաստորեն որևիցե աշխարհաքաղաքական համակարգի մեջ չի մտնում, աշխարհաքաղաքական համակարգը ինքն էլ հիմա անորոշությունների մեջ է ամբողջ աշխարհում, ուրեմն հիմա խոսել, խաբել սեփական ժողովրդին խոստումներով խաղաղության, երբ որ ամբողջ աշխարհում ռազմական բյուջեներ են աճում, բոլորը ինչ որ պատրաստվում են անորոշությունների, հա, այդ պայմաններում ամենաանբարոյական բանն է, որը կարելի է անել։ Ֆինլանդիայի նման պետությունը, որը խաղաղասեր իր խաղաղասիրության համար ֆինլանդացման այդ քաղաքականությունը իր անունով են կոչել, չէ՞, որ սառը պատերազմի ժամանակ կարողանում էր երկու բևեռների մեջ խաղ գոյակցել,
անգամ այդ երկիրը մտավ ՆԱՏՕ-ի կազմ, որովհետև հասկանում է, որ աճում է աշխարհում, այսինքն ռիսկերը շատ ավելի աճել են։ Խաղաղությունից միայն Նիկոլ Փաշինյանն է խոսում, ոչ թե թվում է, այլ դա այդպես է դուրս գալիս։ Եվ այդ խաղաղության համար պետք է ամբողջ ժողովրդին, այսպես ասած, ինչպես նույն ֆինները հիմա ամբողջ ժողովրդին, այսպես ազգ-բանակ գաղափարով են պատրաստում եւ պատրաստել են տարիներ շարունակ։ Հիմա մեր երկիրը, որը երկու պատերազմ է տեսել վերջի 30 տարում, փոխանակ ազգ-բանակի վիճակի դառնա եւ այս տարիները, որ թեկուզ 20 թվականից հետո, որ մենք ունենք քիչ թե շատ խաղաղ, որպեսզի ավելի ամրացնենք մեր այս խաղաղությունը, մենք պետք է պատրաստ լինենք կծելու, ատամ ցույց տալու։